Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զավթած անձը մի շարժումով խախտեց տասնյակ միջազգային պայմանագրեր և օրենքներ և ինչը ավելի կարևորը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Գլխավոր երետիկոսի արշավը հայկական առաքելական եկեղեցու դեմ հասկանալի է, իր տերերն են իրան քսի տվե վերջի Հայաստանի և հայության բաստիոնի վրա։ Եվ մեթոդները ընթերնելի են և էլի հասկանալի են, որովհետև աշխատում է ստանդարտ մեթոդիկայով։ Երբ որ իր մոտ չստացվեց վեհափառին հեռացնել օգտագործելով կեղտոտ տեխնոլոգիաներ, ինքը նույն կեղտոտ տեխնոլոգիաներ օգտագործեց թույլերի վրա և ունեցավ 10 տիրադավ։ Այդ 10 տիրադավը անցան գործի, վախենալով, որ ջրի երես դուրս կգան իրանց բիզնեսները, իրանց սեռական հարաբերությունները և իրանց կոռուպցիոն գործարքները։ Իսկ ինչ օրենքներ և պայմանագրեր խախտել է գլխավոր երետիկոսը։ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր, որը ստորագրվել է 1966 թվականին։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների 4 որոշումները, որոնք Հունգարիայի, Ռումինիայի և Բելգիայի դեմ էին կայացվել որպես պետություն։ Եվ ամբողջ այդ գործելավոճը ահա որ նման է և համարյա թե կրկնօրինակում է ֆաշիստական Գերմանիայի և Հիտլերի գործիքները, որը օգտագործում էր կաթոլիկ եկեղեցին որպես գործիք, որպես պառակտող ուժ, և ինչի համար այդ կոնվենցիաները, որոշումները և մարդու իրավունքների և քաղաքացիական և քաղաքական իրավունքների պայմանագրերը և դաշնագրերը ստորագրվել են։ Մի եղեք ֆաշիստ, մի աջակցեք ֆաշիստին, հայ եղեք, լավ եղեք։